Արդեն 1 տարի է, ինչ Ախալքալաքի կենտրոնական հոսպիտալում բացվել է դիալեզի բաժին։ Նախկինում այդ հիվանդությանը բուժման պրոցեսի համար հիվանդները ստիպված էին մեկնել այլ քաղաքներ, ինչը կապված էր թե ժամանակի, թե ծախսերի եւ այլ բազմիցս դժվարությունների հետ։ Հիմա այդ խնդիրը լուծված է։ Դիալեզի բաժնի, հաճախորդների եւ իհարկե նախապես հիվանդությանը դեմն առնելու մասին մանրամասն մեր տեսանյութում։ Շնորհակալ եմ այսպիսի հնարավորություն ընձեռելու համար, որ մենք կարողանանք ժողովրդի հետ շփվենք եւ ինֆորմացիան հասցնենք մեր հասարակությանը, որովհետեւ այլ աղբյուրներից սխալ ինֆորմացիա չստանան։ Սա շատ կարեւոր է, ինչ վերաբերում է այսօրվա դիալիզի մեր համակարգին, եթե հիշում եք, մենք սկսել ենք 4 հիվանդից ու այսօր ես պետք է ցավով նշեմ, որ հիվանդների քանակը շատացել է, բայց թե ճշմարտությունը դա է, եւ այսօր մենք փաստորեն ունենք 15 սպասարկող հիվանդ, եթե առաջներում մենք անում էինք շաբաթվա մեջ 3 օր, հիմա արդեն ամեն օր բացի կիրակի օրերից, այսինքն 15 հիվանդ եւ այսօրվա մեր հիվանդները մեծ մասը ծանր վիճակի են, մինչև այսօր իրանք գնացել են մինչև Ախցխա, Բորժոմի, Ռուսթավի եւ Վրաստանի տարբեր քաղաքներ ստանալու համար հիմա փառքաստու ստեղծել ենք հնարավորություն, մեր ջանքեր ենք գործադրել, որպեսզի ավելացնենք եւ մահճակալների քանակը եւ ապարատուրայի քանակը, ժամանակակից ապարատներ ենք ստացել նորից 2 հատ եւ մեր հետագա պլանների մեջ կա, որովհետեւ մենք ընդայնենք մինչեւ 20-25 հիվանդների հասցնենք սպասարկող հիվանդների քանակը։ Եվ ցավոք սրտի ունենք այդ քանակը, այսօր եւ նույնպես դեռ կան մարդիկ, ովքեր հաջախում են Ախցխա եւ մնացած քաղաքներ դիալիզ ստանալու համար, ու իրանք էլ սպասում են, որպեսզի երբ հնարավորություն ընձեռվի, իրանց էլ մենք հրավիրենք, որպեսզի տեղում ստանան։ Այս մարդիկ առանց դեր տուժված են, այս հիվանդությունը ցավոք սրտի այդպիսին է ու դրա հետ զուգահեռաբար ստեղծված պայմաններ, որպեսզի գոնե տեղում տան վրա ստանան հանգիստ հանգստանան, ներտան տուն, հաջորդ օրը նորից գան ու պատկերացնեք այսպիսի հիվանդները այսքան տարիներ ամեն օր շաբաթի 3-4 անգամ գնացել են 100 կիլոմետրերով ճանապարհ գնացել են հետենեգե, մի օր հետո նորից գնացել հետենեգե, ինձ թվում է, որ սա շատ կարևոր գործեր եւ շատ հասարակության համար, առավել եւս հիվանդների համար շատ կարեւոր էր եւ մենք կարողացանք այս ծառայությունը ներդնել մեր կլինիկայում։ Ի ուրախություն մեր բնակչության պետք է ասեմ, որ մենք ունենք այսօր մեր կողքին կանգնած շատ կիրթ, երիտասարդ, սերտիֆիկացված Թբիլիսիում աշխատանքային մեծ փորձ ձեռք բերած բժիշկ, մեր բժիշկ Կարուշը, որ այսօր մեր կողքին է կանգնած է եւ իր օգնությամբ է, որ մենք կարողացել ենք այս հիվանդների քանակը շատացնել, սպասարկող նորից իր օգնությամբ մենք պետք է ընդլայնենք, որպեսզի մինչև 20-25 հիվանդի հասցնենք սպասարկող հիվանդների քանակը։ Ասեմ, որ բացի դիալիզի սերվիսներից ինքը բարձրակարգ նեֆրոլոգ է եւ կոնսուլտացիաները եւ բժշկական բուժման հարցերը, եթե այդպիսի հիվանդներ կլինեն, հասարակություն պետք է իմանա, որ այլևս պետք չէ գնալ ինչ-որ Թբիլիսի կամ Ախցխա կամ այլ քաղաքներ, դիմեն մեր մոտ ամբուլատոր ծառայություն նույնպես ինքը սպասարկում է եւ մնացած բոլոր հարցերը այդ մասնագիտության հետ կապված տեղում ստանան։ Հետագայում, ճիշտն ասած, մի քիչ առաջ ընկնեմ, որտեղ լուրջ ու շատ կարևոր հարց է, պլանավոր ենք ընդլայնել մասնաշենքը, այ մասնաշենքը ընդլայնելուց հետո ավելի մեծ քանակի հիվանդներ անհրաժեշտության դեպքում կարողանանք սպասարկել։ Շատ կարևոր է, որ առողջապահության նախարարության օգնությունը լինի նրանում, որ մեզ օգնած կլինեն օրինակ էնդոկրինոլոգները, կարդիոլոգները, օջախիս հեքիմները, ընտանեկան բժիշկները, որովհետև ինչպես նկատեցի, Ջավախեթիում շատ բարձր է երիկամների խրոնիկ անբավարարության ստատիստիկան, կարելի ասել Թբիլիսի նույն ստատիստիկան է, ամենակարևորը երիկամների խրոնիկ անբավարարության մասին կարամ մեջ բերեմ, որ ռուտին կերպով մարդիկ կարող են
ստուգել կրեատինինը քանիս է, որը ձերի կարող են ստուգել, եթե գնան օջախի սեքիմիի մոտ, մեզի անալիզ է հարկավոր, շատ իրենից պարտություն չի ներկայացնում, մեզի անալիզ եւ այրան անալիզ է պետք հանձնել, ժամանակից շուտ դիագնոստիկա անելը, պրևենցիան, որ մարդը չհասնի դիալիզի, մենք կարանք երկարացնենք այդ պրոցեսը տարիներ, 10 տարի, 15 տարի, 20 տարի իրանք կարող են ամբուլատոր կերպով այցելեն նեֆրոլոգի մոտ, դրա համար հարկավոր է, որ ժամանակից շուտ, եթե խնդիրներ կան սիրտանոթային անբավարարության, եթե խնդիրներ կան էնդոկրինոլոգիական խնդիրներ, օրինակ շաքարային դիաբետ տիպ 1, տիպ 2, եթե խնդիրներ կան ռևմատոլոգիական խնդիրներ, շատ երկար ժամանակ օգտագործում են ցավազրկողներ, 2-3 նիմեսիլը հորմոններ կարող է երիկամների անբավարարություն առաջացնել, նշեցի սկզբից, որ մեր առողջապահության նախարարություն ծախսեն կա հրաման, որ անպայման պետք է կրեատինինը ստուգեն, ինչպես որ գնում է բժշկի մոտ, ռուտին կերպով անպայման պետք է ստուգեն կրեատինինը եւ մեզը։ Մեզի մեջ մենք կհայտնաբերենք գոյություն ունի թե չէ սպիտակուցների կորուստ, այսինքն պրոտեինուրիա, դրանով արդեն իսկ կսկսենք հերետազոտություններ այնտեղ ալբումին, կրեատինինի փարտոբան եւ պրոտեին կրեատինի փարտոբան մենք կորոշենք արդեն երիկամների անբավարարության շուտ կորուստը եւ կարող ենք կանխել միայն քրոնիկ անբավարարություն գոյություն ունի, գոյություն նաև սուր անբավարարություն, որն ինչ որ բուժումներ ունենք մենք, այդ բուժումներով կարող ենք վերացնել խնդիրը, ելի եմ ասում, դա կախված է դիագնոզից, դիագնոզի տիպից։ Եվ երկրորդը կրեատինից, եթե արդեն կրեատինը բարձր է, դրան էլ պետք է բացառել քրոնիկ եւ սուր կատեգորիաները նշեմ, ալբումինուրիա, եթե կա, այսինքն այդ վաղ շրջանն է անբավարարության եւ կրեատին։ Այս երկու անալիզները եթե այցելեն էնդոկրինոլոգի մոտ անպայման պետք է հանձնել, եթե այցելեն կարդիոլոգի մոտ անպայման պետք է ստուգել եւ ընտանեկան բժշկի մոտ այցելության ժամանակ այս հիմնական մեծ 3 կատեգորիաները պետք է անպայման բաց չթողնել, որովհետեւ հետագայում ուշացված եթե լինի հեմոդիալիզի կանցնի, որն արդեն երիկամների անբավարարության 5-րդ ստադիան է։ Իսկականի շատ կարևոր է շատ վաղ շրջանում հայտնաբերել այս դիագնոզը, որովհետև ինքը շատ բարդ դիագնոզ է, ախտորոշում է եւ այդ ախտորոշման ճակատագրական հարցերն կարելի է լուծել հենց պրևենցիայի, այսինքն նախապես պրոֆիլակտիկ անալիզները հանձնելով, կոնսուլտացիաներ անցնելով, մասնագետի խորհուրդները լսելով չհասնենք մինչև այն աստիճանի, որպեսզի անխուսափելի լինի դիալիզի անցնելը։ Սա մեկ, երկրորդ շատ նշվեց բժշկի կողմից, որ շատ կարևոր է էնդոկրինոլոգների այս հարցում մասնակցությունը, կարդիոլոգների մասնակցությունը եւ ընդանյական բժիշկների, հատկապես ընդանյական բժիշկների մոտ հիվանդների մեծ մասը դիմում են ընդանյական բժիշկներին տարբեր անալիզներ հանձնելու համար, այ պետք է մեկ անգամ եւս ասեմ, որ առողջապահության նախարարության հրամանի համաձայն այն հիվանդները, ովքեր կարիք կունենան կրեատինինի անալիզը հանձնելու, պետք չէ որ տարբեր լաբորատորիաներ են գնում, ես չգիտեմ ինչ, ժամանակակից լաբորատորիա է ստեղծված մեր հիվանդանոցի բազայի վրա, ունենք գերմանական անալիզատորներով, ոչ մի տարբերություն չկա, ոչ մի վերջին տվյալներով մեր լաբորատորիան անցնում է գերմանական տեստավորում ամեն ամիս ապարատուրայի եւ սարքավորումների եւ գերմանական այդ տեստավորման համաձայն մենք ստացել ենք սերտիֆիկատներ եւ ամեն ամսյա ստանում ենք միշտ դրական պատասխան, դրա համար պետք չէ խուսափել այլ տեղեր գնալու համար, ինչի, որովհետև նախ եւ առաջ այդ անալիզները հանձնելուց գոյություն ունի զեղչային համակարգ, գոյություն ունի ապահովագրական այդ փաթեթի շրջանակներում անվճար
ովքեր ունեն այդ փաթեթները, այնպես որ պետք է դիմեն ու տեղում արդեն բժիշկ նեֆրոլոգի արկայությունը արդեն շատ մեծ կարևոր դերակատարություն կունենա, որովհետեւ նախապես դիագնոզը ախտորոշվի, հայտնաբերվի ու անցկացվի պրոֆիլակտիկ միջոցառումներ։ Ախալքալակի հոսպիտալ դիալեզի բաժնում բուժվող հիվանդները եւս նշում են տեղում բացված դիալեզի բաժնի կարեւորությունը, գնահատելով պայմանները եւ բուժազնակազմի բարձր մակարդակ աշխատանքը։ Ես 10 տարի դիալիզ կերեմ։ Սկզբից բորժում կերեի, 2 ժամ կեստայի, 2 ժամ կուկայի։ Հետո վախեցա, ժամուն կես կերտայի, ժամուն կես կուկայի։ Շատ դժվար էր, ճամփան։ Դիալիզը նույնն էր, լավ է, բայց ճամփաներ թալքալը շատ զոր է։ Իլե դիալիզը նեդև թուլացած կուկային կեգնեին տում մենք մեկ հատ մերել։ Իմի Հարկասը Թորյանը ցեկտես ասին քախրկելեք իմի 15 րոպե կուկամ 15 րոպե գերտամ հետ չեմ զգա ճամփան հանկիս լավ ինքան լավ է որ արդեն չես զգա գիտես առողջ մարդ ես այդքան լավ է այստեղ արդեն ախրկելեգը հոգատար քույրերը բժիշկները Իրադիլ շատ լավ է մեզ շնորհակալ եմ